Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր ռադիո լսողներին եւ դիտողներին։ Դուք միացել եք 106 եւ 5 հաճախականությանը։ Ես Գայա Ասոյանն եմ, եթերում խաղի կանոներ հաղորդաշարն է, որը մենք իրականացնում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ։ Մեր այսօրվա հյուրը միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Անի Հայրապետյանն է։ Ողջույն։ Այսօր կանդրադառնանք հանձնաժողովի միջազգային համագործակցությանը, քանի որ շատ կարևոր առիթ կա։ Վերջերս Հայաստանը հյուրընկալեց ICN-ի շահերի պաշտպանություն աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը։ Մի փոքր մանրամասնեք, թե ինչպես անցավ եւ ինչ ազդեցություն ունեցավ դա նաեւ արդեն Հայաստանի վրա։ Իրականում սա շատ կարևոր եւ նշանակալի միջոցառում էր մեր երկրի համար։ Նշեմ, որ Հայաստանը 2001 թվականից անդամակցում է ICN-ին, մրցակցության միջազգային ցանցին, եւ այս տարի միայն առաջին անգամ էր, որ Հայաստանում այս կառույցի միջոցառումներից մեկը իրականացավ՝ մրցակցության շահերի պաշտպանության աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը, որը համախմբել էր աշխարհի ավելի քան 30 երկրների մրցակցային մարմինների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների եւ փորձագետների, քննարկելու մի թեմա, որը հիմնականում անտեսանելի է, բայց մեծ ազդեցություն ունի յուրաքանչյուրիս կյանքի եւ բարեկեցության վրա։ Դա մրցակցությունն է եւ հատկապես մրցակցության շահերի պաշտպանությունը, ինչպես ընդունված է միջազգայինորեն ասել, advocacy-ն, ինչը հենց հաղորդակցության եւ մրցակցության օգուտների տարածման մասին է։ Միջոցառումը ըստ էության շատ լավ առիթ էր հանձնաժողովի համար տեղում հանդիպելու եւ մասնագիտական քննարկումներ ունենալու ոլորտի մասնագետների, միջազգային գործընկերների հետ եւ մեկ այլ տեսանկյունից նմանատիպ միջոցառումները նաեւ շատ կարեւոր են երկրի տեսանելիության բարձրացման տեսանկյունից, դրանք օգնում են բարձրացնել հեղինակությունը, ամրապնդել եւ ընդլայնել միջազգային գործընկերային կապերը։ Կարծում եմ այս միջոցառումը եւս մեկ լավ առիթ էր ապացուցելու, որ Հայաստանը միայն փորձ ընդունող երկիր չէ, այլ այն երկրներից է, որը ձևավորում է օրակարգ, ներկայացնում է փորձ եւ ընկալվում է որպես վստահելի գործընկեր։ Սա իհարկե կարևոր է նաև այն տեսանկյունից, եթե հաշվի առնենք, որ հանձնաժողովը համեմատաբար ավելի երիտասարդ կառույց է։ Աշխարհում մրցակցային մարմինները սկսել են ձևավորվել շատ ավելի վաղ ժամանակներից, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցակցության ոլորտի հիմքերը դրվել են 1914 թվականին։ Եվրոպայում, նաև Մեծ Բրիտանիայում մրցակցության կարգավորման համակարգերը սկսել են ձևավորվել դեռևս 20-րդ դարի սկզբներից, այսինքն մենք խոսում ենք տասնամյակների, նույնիսկ մեկ դարից ավել փորձ ունեցող ինստիտուտների մասին, որոնց հետ մենք այսօր նստում ենք նույն սեղանի շուրջ, ներկայացնում ենք մեր փորձը, մոտեցումները, առաջարկում ենք լուծումներ համաշխարհային մարտահրավերների ուղղությամբ։ Իհարկե սա պատահական չէ, այլ բարդ ու հետևողական աշխատանքի արդյունք է։ Մենք երկար տարիներ նման միջազգային հարթակներում մասնակցել ենք տարբեր միջոցառումների, երբեմն միայն դիտորդի կարգավիճակով ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը։ Այդ փուլը, որ նաև մենք ենք փորձ փոխանակում։ Այո, մենք շարունակ ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը եւ առաջատար փորձը ներդրել Հայաստանում, կիրառել, արդյունքներ ենք գրանցել եւ այո, ըստ էության այդ ամենի տրամաբանական արդյունքը եղավ այն, որ Հայաստանում նման խոշոր միջոցառում կազմակերպվեց։ Իսկ ինչ է մրցակցության միջազգային ցանցը եւ մրցակցության պաշտպանության շահերի պաշտպանության աշխատանքային խումբը առհասարակ ինչ է, մի փոքր մանրամասնենք, որ մեր ռադիո լսողները հասկանան, թե ինչ կարևորություն ունի դա Հայաստանի համար։ Սիրով, մրցակցության միջազգային ցանցը մրցակցության ոլորտում խոշորագույն կառույցներից մեկն է, որին անդամակցում են ավելի քան 140 երկրների մրցակցային մարմիններ։ Ստեղծվել է 2001 թվականին մի շատ կարևոր նպատակի համար, որպեսզի երկրները կարողանան մրցակցության ոլորտում համագործակցել, գործել խաղի նույն կանոններով եւ համատեղ գտնեն մրցակցության ոլորտում առաջացող մարտահրավերների խնդիրների լավագույն լուծումները։ Այս հարթակը թերևս ամենախոշորներից է, որտեղ յուրաքանչյուր տարի աշխարհի տարբեր անկյուններից մրցակցային մարմինների ներկայացուցիչները հավաքվում են, ներկայացնում են տարվա ընթացքում իրենց իրականացրած աշխատանքները, պատմում են իրենց իրականացրած վարույթներն ու գործերը եւ փոխանակվում են փորձով։
ICN-ի ներքո գործում են մի քանի աշխատանքային խմբեր, որոնցից մեկը, թերևս ինձ համար ամենահետաքրքիրներից մեկը, հենց շահերի պաշտպանություն աշխատանքային խումբն է։ Եթե մյուս աշխատանքային խմբերում, օրինակ միաձուլումներ, կարտելներ, միակողմանի վարքագիծ աշխատանքային խմբերում քննարկվում են կոնկրետ իրավախախտումները, դրանց իրավական կարգավորումները, արձագանքման մեխանիզմները, ապա շահերի պաշտպանությունը կենտրոնացած է բացառապես կանխարգելման վրա։ Սա խախտումները բացահայտելու մասին չէ, այլ այն մասին է, թե ինչպես անել, որ մրցակցությունը մարդիկ ընդունեն ոչ թե որպես օրենքի պահանջ, այլ ընկալեն որպես արժեք։ Այսինքն, այսպես ասած, սա այն փափուկ ուժն է, որի միջոցով մրցակցային մարմինները փորձում են մրցակցությունը դարձնել արժեք, թե պետական կառավարման մեջ, թե բիզնեսում եւ թե հասարակության համար։ Իհարկե կա այսպիսի ընդունված մոտեցում, եթե բոլոր կողմերը հասկանում են մրցակցության օգուտներն ու արժեքը, շուկան սկսում է աշխատել ավելի առողջ, հիմնված վստահության, իրական ընտրության եւ արդար խաղի կանոնների վրա։ Սա միակ միջազգային միջոցառումը չէր, որ Երևանը հյուրընկալեց, այս ամենին հաջորդեց նաեւ OECD մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի աշխատաժողովը։ Մի փոքր սրա մասին պատմեք, թե այս ամենը ինչ ազդեցություն ունեցավ նաեւ, ինչպես անցավ, ինչ սովորեց Հայաստանը այս ամենից։ Իրոք շատ հետաքրքիր համընկնում տեղի ունեցավ, այդ օրերին հյուրընկալել էինք նաև, ինչպես նշեցիք, OECD-ի մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի միջոցառումներից մեկը եւ կարծես թե Երևանը դարձել էր մրցակցության քարտեզի կենտրոնը։ OECD-ի միջոցառումը մի փոքր ավելի տարբերվում էր ICN-ից, ուներ կրթական, ուսուցողական կարողությունների զարգացման ուղղվածություն։ Կենտրոնը ինքնին շատ խոշոր մասնագիտական կառույց է, որ կենտրոնացած է հենց կարողությունների զարգացման եւ մրցակցության ոլորտում լավագույն փորձի տարածման վրա։ Մենք իդեպ այս ձևաչափով աշխատաժողովներին կենտրոնի մասնակցում ենք արդեն երկար տարիներ եւ ի տարբերություն ICN-ի սա արդեն երկրորդ անգամ էր տեղի ունենում Հայաստանում։ Առաջինը 2011 թվականին հանձնաժողովի 10-ամյակի միջոցառումների շրջանակում է հյուրընկալվել եւ երկրորդը հետաքրքիր պատահականությամբ համընկավ հանձնաժողովի 25-ամյակի հետ։ Միջոցառման ընթացքում երկրները ներկայացնում են իրենց փորձը եւ այս անգամ նույնպես տարբեր երկրների մրցակցային մարմինների ժամանած մասնագետները պատմեցին իրենց երկրներում մրցակցության ոլորտում գրանցած հաջողությունները, սկսած համակենտրոնացումների, գնահատումներից մինչեւ հակամրցակցային համաձայնությունների բացահայտում, շուկաների ուսումնասիրություն, մենք նույնպես ներկայացրեցինք մեր վերջին շրջանում իրականացրած հետաքրքրական վարույթներից մեկը, պատմեցինք այն թվային գործիքակազմերի մասին, որոնք մենք կիրառում ենք մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, որը իդեպ բավականին մեծ հետաքրքրություն առաջացրեց միջազգային գործընկերների մոտ։ Այս առումով կարող եմ ասել, որ ի տարբերություն շատ երկրների մենք շատ արագ ենք ներդրել ժամանակակից մոտեցումները եւ միջազգային հարթակներում մեր ուրույն տեղն ունենք որպես լավագույն փորձ ունեցող երկրների երկիր։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք մեր ուսումնասիրությունները միջազգային լավագույն փորձի եւ մշտապես կատարելագործում ենք մեր կարողությունները այս ուղղությամբ։ Մրցակցության շահերի պաշտպանության ոլորտում Հայաստանը ինչ առաջընթաց է գրանցել եւ որոնք են հիմնական թիրախները։ Տեսեք, աշխարհի փորձը ցույց է տվել, որ շուկաներում ամենաարդյունավետ փոփոխությունները սկիզբ են առնում շատ հաճախ հենց հասարակությունից։ Տարբեր երկրներ հանրության իրազեկվածության բարձրացման շնորհիվ կարողացել են լուծել մրցակցության ոլորտում բազմաթիվ հարցեր։ Հայաստանը նույնպես փորձում է այս ուղղությամբ առաջնորդվել եւ կարող եմ ասել, որ վերջին տարիներին մենք սահուն անցում ենք կատարել վերահսկող, պատժող մարմնի մոդելից դեպի ավելի ժամանակակից մոտեցումներ, կրթող, կանխարգելող, համագործակցային։ Կանխարգելման ուղղված մեր աշխատանքները մենք կազմակերպում ենք 3 հիմնական ուղղություններով, Առաջինը համագործակցությունն է պետական մարմինների հետ։
որպեսզի նոր ստեղծվող օրենքներն ու իրավական կարգավորումները հենց սկզբից չսահմանափակեն մրցակցությունը։ Սա ի դեպ միջազգային փորձագետների ամենասիրելի, ամենաընդունելի մոտեցումներից մեկն է։ Ինչպես ասում են, ավելի լավ է կառուցել ճիշտ քաղաքականություններ, քան հետո շտկել դրանց հետևանքները։ Երկրորդ կարևոր ուղղությունը բիզնես միջավայրն է։ Մենք փորձում ենք երկխոսություն, համագործակցություն կառուցել բիզնեսի ներկայացուցիչների հետ, եւ որ շատ կարևոր է, յուրաքանչյուր փոփոխությունից առաջ մենք հանդիպումներ ենք ունենում բիզնեսի ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկելու իրականացվելիք փոփոխությունները, լսելու նրանց մտահոգություններն ու առաջարկները եւ պարտադիր հաշվի ենք առնում դրանք։ Իրականում, ինչպես արդեն ասացի, բազմաթիվ երկրներում հենց հանրության իրազեկվածության բարձրացումն է դարձել փոփոխությունների շարժիչ ուժը։ Մի հետաքրքիր օրինակ կա Լատինական Ամերիկայից, երբ մրցակցային մարմինը, բացի նրանից, որ հայտնաբերում էր իրավախախտումները, այլ նաև փորձում էր հանրությանը ցույց տալ դրանց իրական ազդեցությունը հենց մարդկանց կյանքի վրա։ Ինչպես էր նա դա անում։ Մի քանի ոլորտներում մրցակցային մարմինը միջամտություններ էր իրականացրել եւ այդ միջամտությունների արդյունքում հայտնաբերել եւ կանխել էր գների չհիմնավորված բարձրացումը։ Այնուհետև որոշ ժամանակ անց հաշվարկել եւ հրապարակել էր թվեր, թե որքան գումար են խնայել, այսպես ասած, խնայել սպառողները իր այդ միջամտությունների արդյունքում։ Եվ պարզվել էր, որ եթե մրցակցային մարմինը այդ գործողություններն իրականացրած չլիներ, ապա սպառողները այդ ժամանակահատվածում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարած կլինեին շուրջ $144 միլիոն ավել գումար։ Եվ երբ մարդիկ տեսան այս թվերը, հասկացան, որ մրցակցությունը իսկապես մեծ ազդեցություն ունի իրենց իսկ կյանքի վրա եւ սկսեցին ավելի ներգրաված լինել մրցակցության խախտումների կանխարգելման աշխատանքներում եւ ավելի ներգրաված դարձան։ Իդեպ այս օրինակը ներառված է Շահերի պաշտպանություն աշխատանքային խմբի փաստաթղթերում որպես լավ օրինակ։ Անդրադառնանք այս ամենի գործնական կողմին, Հայաստանը ինչ գործիքներ է կիրառում, որ այս մոտեցումները իրական արդյունք ունենան եւ օրինակ թվային լուծումները Հայաստանում որքանով են այս ամենի արդյունավետությունը բարձրացրել։ Իրականում վերջին շրջանում մենք մեծ ուշադրություն ենք դարձրել հենց թվայնացմանը, հասկանալով, որ ավելի արագ, թափանցիկ եւ պարզ գործընթացները կարող են ոչ միայն բարձրացնել սպառողների ներգրավվածությունն ու ակտիվությունը, այլ նաեւ մեր արձագանքման արդյունավետությունը։ Ամենակարևոր քայլերից մեկը թերևս առցանց փողոցների ներկայացման համակարգի ներդրումն է։ Այսօր սպառողները կարող են շատ պարզ եւ արագ ընթացակարգերի միջոցով առցանց ներկայացնել իրենց բողոքները սպառողի օգնական գործիքի միջոցով։ Թվային գործիքի կիրառումից ի վեր կարող եմ ասել, որ էապես աճել են հանձնաժողով ներկայացվող բողոքների քանակը։ Եվ որ ամենակարևորն է, ներկայացված բողոքների մեծ մասը լուծվել են հենց տնտեսավարող սուբյեկտների կողմից առանց հանձնաժողովի վարչարարության իրականացման։ Սա իրականում շատ լավ ցուցանիշ է եւ նշանակում է, որ թե սպառողներն են սկսել ավելի շատ վստահել համակարգին, եւ թե տնտեսավարող սուբյեկտները տեսնելով, որ կա վերահսկողություն, թափանցիկություն, սկսել են ավելի արագ արձագանքել սպառողների բողոքներին եւ ինքնակամ լուծել դրանք։ Բացի դրանից, թվային լուծումները մեզ օգնում են նաև ոչ միայն արձագանքելու կոնկրետ դեպքերին, այլ նաև վերլուծելու տվյալները եւ տեսնելու, թե խախտումները որ ոլորտներում են ավելի հաճախ կրկնվում, որպեսզի կարողանանք ավելի նպատակային քայլեր ձեռնարկել կանխարգելման ուղղությամբ, Այսինքն, եթե նախկինում մենք արձագանքում էինք արդեն տեղի ունեցած իրավախախտումներին, այսօր թվային գործիքների կիրառման արդյունքում ստացված վերլուծությունների հաշվին կարողանում ենք նաև կանխատեսել հնարավոր ռիսկերը եւ գործել առաջանցիկ։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ թվայնացումը մեզ համար ոչ միայն տեխնիկական լուծում է, այլ նաև մտածելակերպի փոփոխություն, կառուցելու ավելի արագ, ավելի թափանցիկ, ավելի որակով, ավելի արագ արձագանքող համակարգեր։ Եվ հենց այս մոտեցումը ավելի գործնական դարձնելու համար ենք մենք մշակել սպառողի օգնական գործիքը եւ եւս մեկ անգամ օգտագործելով այս առիթը ցանկանում եմ հորդորել մեր քաղաքացիներին, մեր ռադիոլսողներին, որ դիմեն հանձնաժողովին, օգտվեն այս սպառողի օգնական հարթակից, երբ հանդիպում են իրենց շահերը ոտնահարող որևէ գործելակերպի։
Իրականում գործիքի կիրառությունը շատ պարզ է, ընդհանրապես սպառողը գրանցվում է համակարգում մի քանի պարզ քայլերի միջոցով, ընտրում ձևաթուղթը, որը առավել համապատասխանում է իր բողոքին, լրացնում անհրաժեշտ դաշտերը եւ ուղարկում հանձնաժողովին։ Հանձնաժողովը իր հերթին բողոքը փոխանցում է տնտեսավարող սուբյեկտին, որին տրվում է 14-օրյա ժամկետ, բողոքով ներկայացված խնդրին արձագանքելու, լուծում տալու կամ հիմնավոր պատճառաբանություններ ներկայացնելու համար։ Եթե նշված ժամկետում տնտեսավարող սուբյեկտը չի արձագանքում բողոքին, չի լուծում խնդիրը կամ ներկայացված պատճառաբանությունները չեն բավարարում սպառողին, ապա սպառողը այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովին կրկին համակարգի միջոցով։ Այսինքն այդ ընթացքում դուք սպառողի հետ որևէ կապի մեջ եք լինում եւ իրենից եք իմանում, որ տնտեսվարողը ինչ որ գործողություն արել է կամ չի արել, թե տնտեսվարողի միջոցով եք իմանում իր գործողությունների մասին։ Տեսեք, 14-օրյա ժամկետում տնտեսավարող սուբյեկտը հնարավորություն ունի ինքնակամ լուծելու խնդիրը եւ դրա մասին հայտնելու եւ սպառողին եւ հանձնաժողովին։ Այսինքն, այո, հա։ Եթե տնտեսավարող սուբյեկտը չի արձագանքում, այդ դեպքում 14 օրը լրանալուց հետո համակարգը ինքնաշխատ նամակ է ուղարկում սպառողին հարցնելու, հա, այսպես ասած, ձեր խնդիրը լուծվել է թե ոչ։ Եվ սպառողը ընդամենը մեկ կոճակի կիրառմամբ տեղեկացնում է հանձնաժողովին, որ իմ խնդիրը դեռ չի լուծվել եւ մնում է արդիական։ Դա արդեն հա կարմիր լույս է հանձնաժողովի համար հետագա գործողությունները կազմակերպելու ուղղությամբ։ Հանձնաժողովը կարող է արդեն սպառողը երբ տեղեկացրեց, որ իմ խնդիրը չի լուծվել եւ 14 օրյա ժամկետը լրացել է, հանձնաժողովը բողոքը փոխանցում է մեզ հետ համագործակցող իրավաբանական ընկերություններին եւ հասարակական կազմակերպություններին։ Եթե այս տիրույթում էլ խնդիրը չի լուծվում, արդեն հանձնաժողովը քննարկում է բողոքով ներկայացված խնդրի առնչությամբ վարչարարություն իրականացնելու հարցը։ Իհարկե, սա չի բացառում, որ հանձնաժողովը կարող է վարչարարություն իրականացնել, վարույթ հարուցել հենց բողոքի ստացման պահից, այսինքն այս ամբողջ գործընթացներին զուգահեռ։ Եթե կնկատի, որ բողոքում ներկայացված հարցը ոչ միայն անհատական խնդիր է, այլ պարունակում է նաև կոլեկտիվ սպառողների կոլեկտիվ շահերը ոտնահարող գործելակերպի հատկանիշներ։ Համաժողովների հանդիպումների ընթացքում անընդհատ շեշտվում է այդ փորձի փոխանակման կարևորությունը, մարտահրավերների առկայությունը եւ ըստ ձեզ որոնք են այդ կարևոր եւ առաջնային մարտահրավերները, որոնց գրեթե բոլոր երկրները այս ոլորտում բախվում են։ Այսօր թերևս ամենաարդիական մարտահրավերը կապված է թվային տնտեսությունների հետ, հա, թե ինչպես աշխատեն մրցակցային մարմինները, որպեսզի չխոչընդոտեն նորարարությանը, բայց միևնույն ժամանակ ապահովեն արդար եւ ազատ մրցակցություն։ Խնդրի բարդությունը կայանում է նրանում, որ թվային շուկաներում արժեքը ձևավորվում է մի փոքր այլ կերպ։ Եթե ավանդական շուկաներում մենք գործ ունենք ավելի տեսանելի գործոնների հետ, ապա թվային շուկաներում մեծ դեր ունեն էլեկտրոնային տվյալները, ալգորիթմները, փոխկապակցված համակարգերը եւ պետք է կարողանալ ճիշտ գնահատել այս ամենի իրական ազդեցությունը շուկայի վրա։ Իսկ ավանդական գործիքակազմերը երբեմն չեն բավականացնում։ Երկրորդ մարտահրավերը, որ կարող եմ նշել, դա խնդիրների վաղ հայտնաբերումն է։ Ինչպես անել, որ խնդիրները հայտնաբերվեն, իրավախախտումները հայտնաբերվեն այնպիսի սկզբնական փուլում, միջև դրանք կդառնան լուրջ հետևանքներ ստեղծող երևույթներ։ Եթե փորձեմ ընդհանրացնել ասածս, ապա պետք է նշեմ, որ աշխարհը առաջ է շարժվում, աշխարհը փոխվում են բիզնեսի կանոնները, փոխվում են բիզնեսի մոդելները, փոխվում են սպառողների վարքագիծն ու սպասելիքները եւ մրցակցային մարմինները այս համատեքստում պետք է կարողանան իրենց աշխատանքները կազմակերպեն այնպես, որ պաշտպանեն եւ սպառողների շահերը, եւ ազատ եւ արդար մրցակցությունը, եւ միևնույն ժամանակ չխոչընդոտեն, չսահմանափակեն նորարարությունն ու բիզնեսի առաջընթացը։ Սա թերևս այն ամենակարևոր հավասարակշռությունն է, որը պահպանելը հենց երևի թե ամենաարդիական եւ մշտական մարտահրավերն է մրցակցային մարմինների համար ամբողջ աշխարհում։ Շնորհակալություն։ Մեր ռադիոլսողներին հիշեցնեմ, որ դուք 106.5 հաճախականությամբ լսում կամ դիտում եք Խաղի կանոններ հաղորդաշարը, ես Գայա Ասոյանն եմ, կհանդիպենք։